կանանց ավելի բարձր է, քան տղամարդկանց է, բայց ընդհանուր միջին տարիքը բարձրացել է մինչև 77.7 տարեկան։ Եթե կան տվյալ, դուք ասիք 5 տարով երկարել է, այն ժամանակ քանի տարեկաններ Հայաստանում միջին եւ կանանց միջինը, տղամարդկանց միջինը հետաքրքիր է։ Եթե ամբողջ աշխարհի օրինակ թեմային անդրադառնանք 1900 թվականին 45-ից 50 տարեկաններ միջին կյանքի տևողությունը։ Հետ գալով Հայաստան 2000 թվականին 72.9 տարիքներ կյանքի միջին տևողությունը եւ հիմա արդեն 2023 թվականին 77.7-ն է։ Իսկ գյուղերի եւ քաղաքների մասով գյուղաբնակներն ավելի երկարակյաց են, կա այսպիսի։ Այս պահին այդպիսի փաստեր չունեմ, բայց ենթադրելով մաքրությունը, օդի իրենց ավելի ակտիվությունը, որովհետեւ գյուղատնտեսական աշխատանքներն էլ ինքնին ենթադրում են ակտիվ ծերություն, գյուղերում ավելի ակտիվ են ենթադրում եմ տարեցները, քան քաղաքներում, հուսով եմ դա էլ է ասում երկարակեցության եւ ավելի ակտիվ կյանքի վրա։ Ինչով այսօր մեր ծերերը, այսպես ասած, մեր տարեցները ավագ սերունդը առողջ չի։ Ինչն է այդ բառակապակցության ներքո, ինչն է ամփոփում։ Բառակապակցությունը ձգտում է ստեղծելու համար այնպիսի միջավայր, որտեղ ավագ սերնդի ներկայացուցիչները կունենան առավել արժանապատիվ, ավելի լավ, ավելի առողջ եւ ավելի ակտիվ կյանք, որովհետեւ ամբողջ աշխարհում ծերությունը, ծերացումը շատ բնական երևույթ է եւ Հայաստանում էլ ավագ սերնդի տեսակարար կշիռը ավելանում է հասարակության մեջ։ Ուստի կարեւոր է, որ մենք ստեղծենք այն պայմանները, որ նրանք շարունակեն իրենց ներդրումն ունենալ հասարակական, տնտեսական կյանքում, իրենց ավելի լավ զգան, որովհետեւ իրենց ակտիվությունից նաեւ իրենց ֆիզիկական, սոցիալ հոգեբանական կարգավիճակն է փոխվում։ Դա է հիմնական նպատակը եղել այս ուղղությամբ աշխատելու, որովհետև հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կապված են ժողովրդագրական փոփոխությունների գրքի նշեմ այդ ծերացման հետ, միակ լուծումը դրանց մենք տեսանք հենց այդ մոտեցումը ամրագրելով, կամ այս առումով ամրագրելով, որպեսզի կարողանանք ավելի լավը դարձնել մեր ամբողջ հասարակության կյանքը, բացի ավագ սերնդից, բոլորինը միասին։ Ես ուզում ավելացնել, որ եթե լավ են ապրում տարեցները, եթե լավ է ապրում ավագ սերունդը, երեխաներին է անդրադառնում թոռներին ու ես զրույցների, հանդիպումների, այսպես դաշտային աշխատանքի ընթացքում էլ մի հետաքրքիր բան նկատեցի, որ մենք երեխայապաշտ ենք, երեխայի կենտրոն ենք, բայց այդ սերը գալիս պիտի գա տարեցներից, պիտի գա ավագ սերունդից։ Եթե երջանիկ է կոնկրետան տատիկը, երջանիկ է այդտան հարսը եւ միջին սերունդը եւ բնականաբար նրանք էլ դասերակում են երջանիկ երեխա։ Ուղղակի այս կապը, որ պիտի սկսենք տատիկներին երջանկացնելով ժողովրդական ռազմավարությունը ամրագրումը, բայց մենք կյանքում ենք տեսնում, որ Այս պատճառով էլ ժողովրդագրական ռազմավարությունը շատ համապարփակ է։ Իրականում միջազգային այդպիսի փաստ կա, որ ինչքանով որ երկրները լավ են արձագանքում եւ կարողանում են պատշաճ պայմաններ ստեղծել իրենց հիմնական խոցելի խմբերի թիվս տարեցների երեխաների համար, այնքան ավելի բարեկեցիկ է այդ պետությունը։ Այդպես են շատերը չափում պետության հավասարությունը, բարեկեցության մակարդակը եւ այլն։ Այդ պատճառով մեր ռազմավարությունը ժողովրդագրական հենց այդ հիմունքներով է՝ առողջ ակտիվ ծերություն, միաժամանակ ընտանիքահեն միջավայր, որ կնպաստի ավելի շատ երեխաների, ցանկալի երեխաների ծնունդին, ինչքան որ զույգերը ցանկանան Հայաստանում, միգրացիայի կրճատմանը եւ կանխարգելելի մահերի նվազմանը։ Մանրանել կանդրադառնանք եւ մի բառակապակցություն կա, մի նախադասություն նպատակ Հայաստանը ձգտում է մինչեւ 2040 թվականը հասնել բնակչության ծերացման ցուցանիշի 20%-ի կրճատմանը։ Ոնց ենք կրճատելու 20%-ի ծերացումը, մի տեսակ ձևակերպումը։ Այդ պատճառով պետք է մենք փորձենք տարանջատել անհատական ծերացումը, որը որ անհատների սոցիալական, հոգեբանական, ֆիզիկական, բնական երկարակեցությունն է եւ բնակչության ծերացում ժողովրդագրական տերմին է։ Դա ասելով մենք փորձում ենք հասկանալ որքան է ավագ սերնդի 65 տարեկանից բարձր բնակչության տեսակարար կշիռը բնակչության մյուս հատվածների հետ համեմատության մեջ։ Այսինքն եթե 2022 թվականի մարդահամարի տվյալներով 12%-ից բարձր է 65 տարեկանից բարձր մարդկանց քանակը հասարակության մեջ, ապա հաշվարկներով եթե ոչինչ չարվի եւ իրավիճակը մնա նույնը, 2050 թվականին այդ թիվը կդառնա 25%-ից բարձր։ Ինչը սոցիալ-տնտեսական բեռ կարող է լինել պետության տարբեր հատվածների վրա։ Միևնույն ժամանակ այստեղ կան եւ դրական եւ բացասական երևույթներ, որոնց միասին աշխատելով պետք է փորձել հասնել այդ տոկոսի կրճատմանը։ Ինչից է գալիս բնակչության ծերացումը ամբողջ աշխարհում էլ ծնելիության մակարդակը նվազում է եւ երկարակեցություն ենք տեսնում մարդկանց, ինչը շատ լավ է, այսինքն տնտեսական, առողջապահական համակարգերն այնքան են լավանում, որ մարդիկ ավելի երկար են ապրում։ 2012-ից մինչև 2023 թվական մենք ունեցել ենք կյանքի միջին տևողության 5 տարվա աճ, մարդիկ 5 տարի ավելի երկար են ապրում եւ
ռազմավարությունն էլ փորձում է 5 տարի ավել կյանքը ավելի լավը դարձնել։ Միևնույն ժամանակ այդ տոկոսի վրա ազդում է միգրացիան, որովհետև շատ ավելի շատ երիտասարդներ են աշխատունակ տարիքի մեկնում Հայաստանից։ Ունենք մահեր, որոնք խաղաղ պայմաններում լինում են երիտասարդների մոտ շատ ավտովթարներ եւ այլն, դա էլ է ազդում այդ տոկոսի վրա։ Եվ ելի մոտենանք ռազմավարությանը, ինքը փորձում է այդ 4 հիմնական ուղղություններով էլ նպաստել ակտիվ ծերությանը, որը որ ծերության այդ տեսակարար կշիռն էլ կփորձի նվազեցնել բնակչության կազմում։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը մեր երկրում այն կազմակերպություններից է միջազգային, որ ուղղակիորեն առնչվում է առողջության խնդրին ջատագովներից է եւ անցած տարի բնակչության հիմնադրամի նաեւ ջանքերով, կարծես թե ֆինանսավորմամբ, մանրամասն դուք կասեք, ընդունվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը, որի մի զգալի հատված, տվար մեծ երրորդ բաժինը հենց ծերության մասին է, ակտիվ առողջ կյանքի մասին է, դրա մասին ենք խոսելու այսօր։ Այո, ինչպես նշեցիք, անցյալ տարվա հոկտեմբերին մեր պետությունը ստանձնեց քաղաքական կամք, աշխատել ենք աշխարհի լավագույն փորձագետների հետ, ի թիվս նաև Վիտգենշտայնի համալսարանի, Չարլզի համալսարանի, Պրահայի, Մոսկվայի բարձր տնտեսագիտական համալսարանի հետ, եւ այդ էքսպերտների շնորհիվ մենք կարողացել ենք ստանալ մի փաստաթուղթ, որը որ արտացոլում է թե աշխարհի լավագույն փորձը, եւ մեր տեղական փորձագետների միջոցով այն փորձել ենք արտացոլել նաև Հայաստանի իրականության մեջ։ Աշխատել ենք Սերտ Ամերիա խորհրդատվական ընկերության հետ եւ ստացել ենք մի փաստաթուղթ, որը կյանքի կոչվելով կարող է շատ լավ նպաստել Հայաստանում ապրող յուրաքանչյուրի կյանքի որակի լավացմանը եւ ստեղծել մեր բնակչության առավել բալանսավորված եւ կայուն համակարգ։ Եվ նաև միջսերնդային հարաբերակցությունը, որ դուք նշեցիք երեխաների հետ կապը, հետաքրքիր նաև ռազմավարությունն է դրան անդրադառնում, որովհետև շատ հաճախ դա ընդունվում է որպես պարզապես անելիք, որ տատիկ-պապիկները նայում են երեխաներին, բայց դա էլ պետք է վարձատրվի եւ փորձում ենք ելի կյանքի կոչել ռազմավարության շրջանակներում այդ հանրային ծառայության գործոնը, որ մարդիկ վարձատրվեն են աշխատանքի համար, որ անում են, օրինակ խնամում են իրենց թորնիկներին, ինչը շատ հաճելի եւ լավ զբաղմունք է, բայց միևնույն ժամանակ պետք է կարողանան նաեւ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները ավելի շատ օգտվել այդպիսի հնարավորություններից եւ ինչպես կարող եք նկատել, ես անգամ խուսափում եմ իմ բառապաշարում ծեր բառից, պետք է փորձենք մենք էլ մեր մտքում փոխել շատ բաներ, ավելի փորձենք հիմնվել այդ մարդկանց փորձի, հմտությունների, գիտելիքների վրա ու օգտվենք այդ ամեն ինչից, որ իրենք էլ իրենց ավելի լավ զգան ու բոլորը դրանից կշահեն բնականաբար։ Շատ հետաքրքիր նորարարություն է, որ ապրիորի բոլորը իրենց թորնիկներին պահում են, պարապմունքների տանում են, խնամում են ու չեն էլ համարում աշխատանք, որովհետև դա հաճելի մի զբաղմունք է, հաճելի պարտականություն է, այսպես ասած, բայց եթե դա կվարձատրվի, դա կհամարվի աշխատանքային ստաժ, դա էլ ավելի կոգևորի տարեցներին, պապիկ-տատիկներին, իսկ միջին սերունդը ծնողներն ավելի կգնահատեն իրենց երեխաներին, խնամող ծնողներին։ Միանշանակ ու այդ առումով էլ կարողանան մարդիկ իրենց ապահովել հաղորդման սկզբում դուք որ նշեցիք, որ ուղղված է նաև ծրագրերի մի մասն իրան, որ ավագ սերնդի ներկայացուցիչները կարողանան իրենց կարիքներն ապահովել, նաև այս ծրագրերի միջոցով է, որ նրանք կարողանան հասնել այդ ապահովությանը եւ կարողանան շարունակել իրենց արժանապատիվ եւ ապահով կյանքը։ Շնորհակալ եմ այս զրույցի համար, որ լավատեսական եղավ տարեցների օրվան ընթառաջ եւ բոլորը շարժվում ենք առաջ տարեց տարի ավելին արձանագրելու։